Դիմորդների մուտքը քննական կենտրոն մետաղորսիչներով ստուգում անցնելուց հետո է միայն։ Սա կիրառվում է անցած տարվանից եւ վերահսկում է քննություններին տարբեր գադջեթներ կիրառելու հավանականությունը։ Ռուսաց լեզվից քննություն հանձնողները քննասենյակում միայն գրիչներով են, իսկ քիմիա հանձնողները նաեւ հաշվիչներով ու Մենդելեևի պարբերական աղյուսակով։ Շիրակի մարզում բավական մեծ է քիմիա հայտագրած դիմորդների թիվը։ Մեծ մասը բժշկական համալսարանի դիմորդներ են։ Ավելի բարձր միավորներ ստանալ են ուզում առաջին փուլում ցածր կամ միջին միավորներ ստացածները։ Նաև նրանք, որոնց միասնական քննությունների առաջին փուլի արդյունքներով ընդամենը 1 բալ չի հերիքել առավելագույն միավորն ապահովելու համար։ Օրինակը բժշկական համալսարանի դիմորդ Արևշատ գյուղի դպրոցի շրջանավարտ Լալան է։ Քիմիան 19, կենսաբանությունը 1975։ Եվ հիմա մաքսիմումն ես գնում հաստորեն։ Նորից փորձը։ Դա ես նպատակային ուղղությունով եմ գնում, ըստ այդ ուղղության ես սովորելու եմ այնտեղ, որից հետո 3 տարի գալու եմ աշխատեմ մեր մարզում ու ըստ դրա անվճար եմ։ Հանձնել եմ հունվար ամսին քիմիա կենսապ առարգաները, ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարանը։ Լավ արդյունքներ եմ բերել կենսաբանություն առարգայից, հիմա փորձում ենք քիմիան ավելի լավ արդյունքներ բերենք։ Միասնական քննությունների երկրորդ փուլում վերահանձնելու հնարավորությունը տարբեր բաժիններում գնահատականների մրցութային շեմը բարձրացնում է։ Այսինքն, ինչքան շատ է ավելի բարձր միավորների ձգտող դիմորդների թիվը, այնքան բարձր է ընդհանուր արդյունքը։ Միևնույն ժամանակ քիչ չեն բաժինները, որտեղ մրցույթ չկա կամ էլ դիմորդ չունեն։ Կան մասնագիտություններ մեր պոլիտեխնիկական համալսարանում մենք լինելով այսպես երկրաբանական բազմաթիվ հանածոների երկիր, մենք այդ երկրաբանության այդ հանածոների այդ ֆակուլտետում չունենք դիմորդներ, ընդհանրապես չունենք։ Այսինքն խնդիրը կայանում է նրանում, թե ինչ ֆակուլտետներ են դիմում եւ դիմելու արդյունքում որքան են նրանց հավաքած միավորները, հետեւաբար մրցույթի բարձրությունը։ Անցողի գնահատականը 7.5 է, դրանով ես կարող եմ ընդունվել։ Տարական մեթոդիկա եւ մանկավարժություն բաժինն է, մրցույթը այդքան էլ շատ չէր։ Մասնակցային չէ։ Շատ բաժիններում նվազագույն 7.5 միավորը էլի բավարար կլինի ընդունվելու համար։ Դրանցից են հայերեն, ռուսերեն թարգմանչական գործ եւ ռուսաց լեզու բաժինները, որտեղ ի տարբերություն նախորդ տարիների այս տարի դիմորդների թվի փոքր-ինչ աճ է նկատվում։ Սրանով է պայմանավորված ռուսաց լեզվից քննություն հանձնողների թվի ավելացումը։ Սկզբանե նշել էի Շիրակի պետական համալսարան, հենց ռուսաց լեզվի ուսուցչուհի ֆիզկոլ բաժինը։ Առաջի փուլում ստացվեց, բավականին բարձր ստացա, բայց հիմա էլի ուզում եմ ավելի բարձր։ Ծմրոնը չեմ հանձնել, դե եթե անկեղծ սկսում մտադրություն չկար ինստիտուտ ընդունվելու, հետո ցանկությունը առաջացավ, դրա համար երկրորդ փուլում նոր կհանձնեմ։ Եվ առաջի փուլի ժամանակ եւ այս երկրորդ փուլի ժամանակ թվերը մոտավորապես նույնն են, որովհետեւ կան երեխաներ, որոնք առաջին փուլի ժամանակ չէին հայտագրվել եւ հայտագրվել են հիմա, կան երեխաներ, որոնք հայտագրվել էին առաջին փուլին, ստացել են բարձր միավորներ եւ չեն գալիս այս փուլին մասնակցելու քննություններին։ Հանրապետությունում միասնական քննությունների առաջին փուլին մասնակցել է 11608 դիմորդ, երկրորդ փուլում նրանց թիվը 12000-ից ավելին է։ Լինելու է նաև երրորդ փուլ, որին մասնակցելու իրավունք ունեն օտարերկրյա քաղաքացիները, բանակից զորացրվածները եւ միասնական քննությունների երկրորդ փուլից բացակայած դիմորդները։ Իհարկե, եթե նրանց բացակայությունը հարգելի համարվի։ Այսօր Գյումրիում 2 առարկաներից 7 բացակա դիմորդ կար։ Եթե երեխաները բժշկի տեղեկանք են ներկայացնում, որը խիստ հիմնավոր է, որ ներկայացում է բողոքարկման հանձնաժողովը եւ բողոքարկման հանձնաժողովը քննարկելուց հետո որոշում կայացնի այդ երեխաներին թույլատրելու մասին, այո, նրանք իրավունք ունենան հաջորդ քննությանը մասնակցելու, հաջորդ փուլի երրորդ փուլի քննությանը մասնակցելու։ Սակայն եթե բողոքարկման հանձնաժողովը որոշում ընդունեց չթույլատրելու մասին, նրանք իրավունք չեն ունենա։ Բացակաների թվում նաև այն դիմորդներն են, որոնք առաջին փուլում անցողիկ միավորներ են ստացել, երկրորդում հայտագրվել են, բայց որոշել են չներկայանալ քննության ու պահպանել առաջին փուլի միավորները։ Անցողիկ միավորներ ստացած, բայց մրցույթով հայտագրած բաժիններից դուրս մնացած դիմորդների համար էլ եւս մեկ մրցույթ կանցկացվի թափուր տեղերի առկայության դեպքում։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն